Դե ինչ, վերադարձանք տաղավար, մենք հայտնվեցինք մեր սիրելի բազմոցին, դուք մեզ տեսնում եք այդտեղից, ինչն էլ նշանակում է։ Ինչն էլ նշանակում է, որ մեր շատ սիրելի գործընկերը Անուշը վերջապես վերադարձել է իր ամեն շաբաթյա երկար ճամփորդություններից, երբ նա բացահայտում է Հայաստանի ամենատարբեր ու հետաքրքիր անկյունները, մենք իհարկե սիրում ենք, երբ նա մեզ հետաքրքիր տեսանյութեր է ներկայացնում, բայց վստահ եմ, որ շատ ավելի շատ ենք սիրում, երբ նա այստեղ է, տաղավարում է մեր խոհանոցային հատվածում եւ առաջարկում է հետաքրքիր բաղադրատոմսեր բոլորիս համար։ Բարի լույս, սիրելի Անուշ։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Այսօր հատուկ պատրաստելու եմ շատ համեղ հագեցած նախուտեստ նախաճաշ, որը որ կարծում եմ արագ պատրաստելու մի ձև եմ գտել եւ կարծում եմ բոլորը կցանկանան այսպես նախաճաշել։ Բաղադրիչները շատ գեղեցիկ են Անուշ, այստեղից արդեն երևում է։ Այո, կասես ինչ է անհրաժեշտ։ Կարծում եմ դու կհավանես դա հաստատ։ Եթե ավոկադո Իսկ մանեն կհավանի, այո, Ուրեմն իսկ մանեն կհավանի նրա համար ոչ սխտոր կա, ոչ սոխ կա, մանե ջան, ինձ թվում է հաստատ այս նախաճաշը։ Չէ, եկեք հերքենք այդ փաստը, որովհետև ես եւ սխտոր եւ սոխ ուտում եմ, բայց ոչ առավոտյան եւ ոչ նախաճաշին։ Եվ ոչ աշխատանքի վրա։ Եվ ոչ աշխատավայրում։ Դա է։ Դրա համար եմ ասում, որ այս Թե չէ շատ եմ Միասին սիրում։ կփորձենք։ Շատ լավ։ Հիմա տեսնենք մեզ ինչ է Հիմա անհրաժեշտ։ մենք չորահացերը դնեմ, որովհետև թավան արդեն տաք է, եւ ասեմ, որ պատրաստելու ենք ավոկադոյով, թունաձկով եւ կրեմ պանրով նախաճաշ։ Հիմա թե որը որից հետո կդասավորենք, կխառնենք։ Դա ընթացքում ցույց կտամ, մինչև հացը մի փոքր տապակվի, սկսենք խառնել։ Դե նախ մի հատ մանրացնենք մեր ավոկադոն։ Ես այսօր չեմ նախաճաշել, Անուշ, ընդհանրապես սրճել եմ։ Դու գիտեիր այս Բայց պատրաստելու Անուշը։ Ես չգիտեի եւ այսպես առավոտյան շատ արագ հասել եմ սուրճ վերցնել ճանապարհին աշխատանքի գալու ընթացքում, վայելել եմ այդ սուրճը, քեզ հետ միասին սիրելի մանե առավոտյան, մինչ եթերացել եւ սիրելի հեռուստադիտողներ շատ ուրախացա անկեղծ, երբ տեսա դիմահարդարման սենյակում Անուշին, որն էլ ասաց, որ շատ հետաքրքիր հենց ասաց, որ ավոկադո է լինելու, ես արդեն մնացածը չէի լսում, որովհետեւ արդեն պարզել, որ լինելու է շատ համեղ տարբերակ։ Հիմա ինչ եմ այս ամենը ասում, Անուշ, ես սրտատրոփ սպասելու եմ, թե ինչ է ստացվելու եւ երբես ավարտելու, որպեսզի մանեի հետ միասին Փորձենք։ շտապենք խոհանոց։ Եվ յուրաքանչյուր ինձ թվում է, չգիտեմ, ինձ համար որ այդպես է, ես ավելի շատ ուրախանում եմ, երբ պատրաստում եմ եւ համտեսում են ու հավանում են, ասում են ինչ համեղ է, քան ինքս երբ նստում եմ ու ճաշակելու այդ ուտեստը։ Այո։ Հետո երբ մենք մեզ համար ենք պատրաստում, կարծես շատ բաների ուշադրություն այդ պահին չենք դարձնում։ Տեսքը ինչպիսին կլինի, մատուցման ափսեն արդյոք համապատասխաններ թե չէ, ու այդ յուրաքանչյուր դետալը, որը իսկապես շատ կարևոր է, որովհետև մեր տաղավարում հյուրընկալված շեֆ-խոհարարներն են նշում են, որ մարդը առաջին հերթին ուտեստը ընկալում է իր տեսքով, այսինքն համտեսում է աչքերով, հետո նոր զգում է համը, դա մեզ համար այդ պահը անհետանում է։ Ինքնուրույն երբ մեզ համար ենք պատրաստում, էլ աչքերի համտեսը տեղի չի ունենում, որովհետև շատ արագ փորձում ենք։ Այո, շատ ճիշտ եք։ Տանն էլ ես իրականում նույն ձևով, նույնիսկ երեխաներիս համար հաճախ այդպիսի պատրաստվում եմ այնպես, որ գեղեցիկ ափսեներ եմ դնում, նույնիսկ երբեմն գուցե մոմեր դնեմ, եթե մի քիչ ավելի ժամանակ ունենամ, որպեսզի ամեն ինչ ավելի գեղեցիկ լինի։ Մենք այստեղ տեսնենք ինչ վիճակում է հացը, արդեն կարող ենք շրջել։ Եվ սկսենք պետք է փափուկ լինի իհարկե, որպեսզի ավելի հեշտ կարողանանք պատառաքաղով ճզմել։ Բայց ամեն ինչ ուղղակի պետք է իրար խառնենք։ Ես ավելի շատ սիրում եմ, երբ իդեպ ոչ թե կտրում ենք եւ դնում հացի վրա, այլ հենց այսպես ճզմում ենք, որովհետեւ համերը մի լավ խառնվում են եւ այսպես ինձ դուր է գալիս ավելի։ Կրեմ պանիրը եւ թունաձուկը կխառնենք եւ կստանանք շատ համեղ նախուտեստ կամ նախաճաշ։ Ես մի անգամ նմանատիպ բաղադրատոմս իդեպ Անուշ փորձել եմ այսպես սենդվիչի ավելի տարբերակով, այսինքն երկու այսպես չորացված
չգիտեմ անունը ինչպես է ճիշտ հայերենով, բայց գիտես լինում են այսպես բարակ հացից պատրաստված շերտեր։ Եվ այդ երկու բարակ շերտերի միջև դրված էր թունաձուկը, կրեմպանիրը, ավոկադոն, հատուկ սոուս, որը չգիտեմ, պետք է ճշտել, որովհետև կարծում այդ սոուսը կարևոր դեր էր խաղում, եւ այդ ամեն ինչը տոստանող այդ սարքի միջոցով այսպես տոստ էր արված, տաք։ Համեղ կլիներ։ Շատ համեղ, շատ խրթխրթան, պետք է մի օր փորձենք նաեւ դա պատրաստել, բայց պիտի միասին փնտրենք, հասկանանք, թե այդ ինչ գախնի։ Դե իրականում այդ թանձրուկները ամենահետաքրքիր համն են հենց հաղորդում, թե աղցաններում, թե նախուտեսներում, եւ իհարկե ես վարպետ չեմ թանձրուկներ պատրաստելու, պետք չէ համեստություն պետք չէ անել, դու վարպետ ես, մենք համոզվել ենք այդ որովհետև ամենասովորական բաղադրիչներով պատրաստված աղցանն անգամ մեկ թանձրուկի օգնությամբ անուշը վերափոխում է եւ դարձնում շատ համեղ ու գաղտնիքներով լի մի բաղադրատոմսի։ Դե նաեւ մեր խոհարարների օգնությամբ, որովհետեւ իրականում իսկապես այս տարիների ընթացքում աշխատելով խոհարարների հետ շատ բաներ ենք սովորել, այսպես նրբություններ։ Որոնք հետագայում անդադար կարելի է կիրառել խոհանոցում։ Իհարկե։ Դրանք դառնում են արդեն առօրյա սովորական մաս եւ տանն էլ անընդհատ փորձում ես արդեն, երբ հիշում ես ինչ-որ մի բան, անընդհատ կիրառում ես իհարկե նաեւ տանը։ Այդպես, հիմա հացը չմոռանանք, արդեն լավ է, կարող ենք տեղափոխել և մենք կտապակենք նաև խոզապուխտը, ինչ կասես Դավիթ, իհարկե ես անկեղծ ասած շատ եմ հավանում, երբ տապակում եմ, կասեմ այո, այո, իհարկե կարևոր է կրսում նաև հեռուստադիտողներին ասել, որ ինչպես յուրաքանչյուր բան տապակած այս խոզապուխտը, բեկոնը եւս պետք է իհարկե ճիշտ չափաբաժնով օգտագործել, քանի որ շատ օգտագործել այդքան էլ առողջարար չէ, բայց չափի մեջ ամեն ինչ առողջարար է, կարծում եմ եւ օգտակար, բայց որ ամենակարևորն է այս դեպքում շատ համեղ։ Շատ։ Դու սիրում ես բեկոն տապակած։ Կարբոնարայի մեջ միայն։ Ահա։ Հետաքրքիր է, լավ։ Իսկ այս տարբերակով չեմ փորձել։ Առանձին իրեն այդքան էլ չեմ սիրում, բայց կարելի է փորձել։ Բայց երբ կա ավոկադո պանիր, արդեն թունածուկն է, արդեն միայն պանիրով եւ ավոկադոյով ուղղակի համեղ է։ Հավկիթն էլ նույնիսկ կարելի է օգտագործել եւ վերջ, արդեն անմահական նախաճաշ է եւս։ Մի օր պետք է մեզ սովորեցնես Անուշ, թե ինչպես են պատրաստում այդ հավկիթները պաշոտ տեսակ չէ եւ բենեդիկտ հավկիթը որ պատրաստում են։ Շատ վաղուց ենք պատրաստել։ Դու չես պատրաստել։ Կարելի է։ Ես չգիտեմ ձևը։ Ես գիտեմ որ հատուկ ինչ որ եփման ձև կա, բայց չգիտեմ։ Տեխնիկա, ուրեմն դու այդ օրն այստեղ չես, բայց խոստանում եմ պատրաստել։ Վաղուց չենք պատրաստել մեր տաղավարում, այո։ Միշտ մտածել եմ։ Ջրի մեջ քացախ են ավելացնում, աղ եւ վերջ։ Ուղղակի լավ պետք է խառնել ու տեղավորել։ Եվ հստակ ինչ որ ժամանակ կա եփելու։ Այո։ Կարող ես նայելով հասկանալ։ Դու գուցե կարող ես։ Չէ, հասկացա։ Չեմ կարող։ Ես դժվար նայելով հասկանալ։ Որովհետեւ միայն նայելով բարձ է, պատրաստ է արդեն հանելու ջրից թե ոչ։ Բայց կարևորը այդ նախապես ջուրը մի լավ պտտելն է։ Որպեսզի երբ ձուն կոտրում ենք, ուն որ միանգամից չենք կոտրում ջրի մեջ, պետք է նախապես կոտրել որևէ ափսեի մեջ հարմար։ Ձուն պետք է կոտրել։ Ես հասկացել որ ձուն պետք է կոտրել այդ ամենը ստանալու համար։ Դե դա տրամաբանական է լավի մեղավորություն, դա կարելի է հասկանալ։ Ձուն պետք է կոտրել ինչ որ հարմար ափսեի մեջ, որով միանգամից կլցնենք այդ պտտվող ջրի մեջ։ Հասկացա՞ր։ Պարտադիր պայման է պտտվող։ Այո, եթե պտտվող այսպես է լինում։ Ինչպես պտտել։ Ասում եմ որ ջուրը պետք է խառնել եւ այդ պտտվող ջրի մեջ լցնել ջուրը ավելացնել։ Այո, անպայման։ Եթե չխառնես, չի եփվի։ Շնորհակալություն Անուշ։ Եթե չխառնես ինքը այդպես շատ վատ կեփվի։ Փաստորեն նախ պետք է կոտրել ձուն, ամեն դեպքում ֆիքսենք։ Բայց հասկացա, չէ՞ որ առանց ձուն կոտրելու ուզում է պաշոտ ստան։ Դա կլիներ ուղղակի խաշված հավկիթ։ Կիսա խաշված, ինչ օրինակ ես շատ եմ սիրում։ Ես էլ, բայց հիմա հասկանում եմ, որ տրամաբանական է, կարելի է հասկանալ այդքանը։ Այո։ Լավ, կփորձենք ամեն դեպքում, տեղում կփորձենք պատրաստել։ Միասին մի օր։ Դու կխառնես։ Դու կլցնես ձուն։ Ճիշտ բան ավելացնել։ Անուշը մեզ կբռնդի խոհանոցի։ Հավերժ։ Սկում ես բույրը, բայց արդեն դեպք։ Այո։ Իսկ սիրում եք նախաճաշ Բենեդիկտ։ Այո, հաստատ
Ես հենց դրա համար էլ հարցում եմ ինչպես պատրաստել ձուն, որ հաջորդը, որովհետև դու երբ նկարագրեցիր, որ կարող ենք ձու ավելացնել, այ պատկերացրա այդ բրուսկետայի հենց վրա, այո, ավոկադոն, կրեմ պանիրը, կարող ենք ավելացնել իհարկե բեկոնը, նաև եւ այդ ամենի վրա ավելացնում ենք ձուն, Բենեդիկտ ձուն այս դեպքում, հա, այդ տարբերակը պատրաստված, կտրում ենք այն եւ այդպես տեղնուցը ծորում է եւ այդ ամենին ավելացնում ենք այն հոլանդես պանրի սոուսը, դա էլ պետք է փորձենք պատրաստել։ Այդ դա ես ինքս չեմ պատրաստել, որովհետև միշտ խոհարարներն են պատրաստել եւ պատկերացնում եք մի անգամ նույնիսկ ֆրանսիացի խոհարար հենց պատրաստեց իր ձեռքով, դա բոլորովին այլ համուն էր։ Ես առաջարկում եմ մենք պատրաստենք, փորձենք հաջորդ անգամ գտնել բաղադրատոմսը, վստահ եմ քեզ մոտ կստացվի։ Ես էլ առաջարկում եմ, քանի մենք պատկերացնում ենք, թե ինչ համ կունենար այս կամ այն բաղադրատոմսը եւ ինչ կարելի է պատրաստել, փոքրիկ ընդմիջում եւ ինչպես եփել ձուն, կոտրել թե ոչ, շարունակենք քիչ անց, որովհետեւ հիմա մեր եթերում փոքրիկ դադար է։ Վերադարձանք տաղավար, մենք դեռ շարունակում ենք պատկերացնել եւ համերը պատկերացնելուն զուգահեռ նաեւ բույրերն են խոհանոցային հասել մեզ։ Տեսեք ինչ հետաքրքիր արդեն Անուշ դու սա ինչպես այսքան կրեմ պանիրը եւ թունան խառնեցինք ավոկադոին։ Ահա։ Եվ մեզ մնում է կիտրոնը, ամենակարևորը։ Ամենակարևորը։ Կիտրոնի կեղևը կքերենք, միայն այսպես դեղին հատվածները։ Իսկ կիտրոնը հյութ ավելացնելու ես։ Հյութ, այո, անպայման։ Որտեղ կա ավոկադոն, կարծում եմ պարտադիր է։ Այո։ Եվ թունան է։ Լրիվ հագեցած համ կստանանք։ Հակառակ դեպքում ոչ այդքան։ Երբ կիտրոնը քերում ես, արդեն ամանորի բույր է զգացվում, մի տեսակ։ Ահա։ Եվ հիմա քերենք։ Հիմա կտրենք։ Քամենք հյութը։ Համեղ տեսք ունի։ Դե ես եմ քաղցած։ Համեղ տեսք ունի, բայց ինձ թվում է դու շատ քաղցած ես, որովհետեւ անհամբեր է Անուշ արդեն։ Մի քանի րոպե եւ վերջ։ Խառնում ենք եւ պատրաստ։ Այստեղ սև պղպեղ կավելացնենք, քանի որ թունան արդեն աղի է, պանիրը բնականաբար։ Մենք շատ չնչին ավոկադոյի համար մի փոքր կավելացնենք եւ վերջ ու սև պղպեղ։ Ու հիմա կավելացնենք իհարկե կանաչին։ Համեմը ամբողջովին նախաճաշի համը կարծում եմ կլրացնի եւ շատ համեղ բույր կտա։ Ես սիրում եմ անկեղծ ասած համեմի բույրը նմանատիպ թե պղպեղի հետ ուղակի խառնելով, թե յուրաքանչյուր բրուսկետաների ժամանակ յուրաքանչյուր բանջարեղենի մթերքի հետ շատ համեղ է։ Անուշ իսկ արդեն կամաց-կամաց սկսում ես պատրաստել ամանորյա բաղադրատոմսեր։ Արդեն նայում եմ, այո։ Ես հենց այդ Ասեմ, որ շատ համեղ հետաքրքիր բաղադրատոմսեր եմ արդեն առանձնացրել, որպեսզի մեր տաղավարից հեռուստադիտողների հետ նույնպես կիսվենք։ Ես կարծում եմ այդ օրերին հատկապես կարևոր կլինի բոլորի համար այդ ճիշտ խորհուրդները, որոնք այսպես արագ բաղադրատոմսեր կլինեն, հեշտ պատրաստող, համեղ Եվ տարբերվող։ Եվ տարբերվող։ Այո։ Կարևորը թարմ, միշտ պետք է քիչ պատրաստենք։ Այո, այո։ Որպեսզի թարմ աղցաններ ունենանք։ Մնում է դասավորել։ Իմ աղջկա համար սա ամենասիրելի նախաճաշերից է, որ արդեն մենակ օրինակ պատրաստում է։ Ահա։ Շատ հեշտ, օգտակար եւ կարևորը շատ երկար ժամանակ քաղցած չեք լինի։ Քանի որ շատ հագեցնող է։ Եվ իհարկե չենք մոռանում որևէ սերմ, ընկուզեղեն ավելացնել։ Ես այսօր վերցրել եմ սև եւ
սպիտակ քունջուտ ու կավելացնենք նաև քունջուտ։ Իսկապես շատ համեղ տեսք ունի։ Իսկ բեկոնը ավելացնելու ես վրայից։ Այո, անպայման։ Իրականում առանձնապես ոչ մի բարդ բան այստեղ չկա, կարծես թե բոլորս էլ գիտենք, որ նախաճաշին ավոկադոն, պանիրը, թունաձուկը կարող ենք ավելացնել, շատ համեղ լինի։ Բայց ամեն դեպքում մատուցման թունաձուկը եւ բեկոնը միասին կասեմ չեմ փորձել այդ համադրությունը, գիտես։ Դա է ասում, որ այս նմանատիպ համադրություն չեմ փորձել եւ բեկոնի համային այդ գույները, չգիտեմ, պետք է փորձել։ Թունայի հետ միասին։ Հա, համեղ կլինի, վստահ եմ։ Գեղեցիկ է ստացվում։ Եվ այստեղ ինչպես պատահի արդեն բեկոնը կարող ենք տեղավորել։ ինչպես պատահի էլ կլինի գեղեցիկ։ Այո։ Եվ կավելացնենք նաև քունջութը, մի քիչ սպիտակ, մի քիչ սև։ Եվ տեսքն է շատ փոխվում։ Եվ իհարկե չմոռանանք, որ շատ կարևոր են սերմեր, քունջուտ, ընկուզեղեն օգտագործելը։ Ահա։ Հեշտ, արագ, Համեղ, առողջարար։ համեղ ու շատ գեղեցիկ։ Վերջ այսքանը կարծում եմ մեր հեռուստադիտողները կփորձեն գոնե մեկ անգամ պատրաստել, իսկ եթե մեկ անգամ պատրաստեցիք, հաստատ կշարունակեք նաև բոլոր նախաճաշերին։ Շնորհակալություն, Անուշ լինի։ Շնորհակալ ենք Անուշ, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես նշեց Անուշը, կարող եք պատրաստել եւ այս վիտամինային փունջը վայելել առավոտյան որպես նախաճաշ, համ երկար ժամանակ քաղցած չեք մնա, համ էլ իհարկե կապահովի ձեր օրվա առողջ հատվածը նախաճաշի տեսքով։ Այո, փորձեք իհարկե աշխատանքի գնալուց առաջ վայելել, որպեսզի ինձ նման ամբողջ ընթացքում չմտածեք այդ նախաճաշի եւ ուտելու մասին։ Մենք հիմա դիտենք տեսահոլովակ, սիրելի հեռուստադիտողներ, վայելենք երաժշտություն, այդ ընթացքում մենք էլ գնանք Վայելենք։ տեսնենք ինչ ստացվեց։